Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ պատգամավորի տեխնացու Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, պարոն Կիրակոսյան, շատ շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Շնորհակալություն, պարոն Մեհրաբյան, քարոզարշավի երկրորդ շաբաթն է արդեն մոտենում ավարտին եւ կարողանում եք դուք համոզել մարդկանց, որ Հայաստանում պետք է ընդդիմություն փոխել, որովհետև ձեր առաջնահերթությունը դա է, ընդդիմափոխություն։ Մարդիկ հասկանում են դա ինչ է նշանակում, դրա անհրաժեշտությունը որն է, թե միշտ այս մեր ընտրազանգվածը, մեր հասարակությունը իշխանափոխության մասին խոստումներ է լսել։ Դե տեսեք, նախ շատ շնորհակալ եմ, որ ուշադրություն եք դարձրել մեր ողջ ընտրարշավի գլխավոր ուղերձին։ Սա շատ կարևոր եմ համարում, որ ձեր նման լրագրողը, որ շատ ակտիվ հետևում է ընտրարշավին, այնուամենայնիվ, ասենք ասենք, որսացել է մեր այդ ուղերձը, ինչը մեզ համար շատ հուսադրող է եւ շատ ես դրանով իսկ այսպես ասենք շատ գոհ եմ ընթացքից։ Ինչ վերաբերվում է կարողանում ենք մենք համոզել թե ոչ։ Պատկերացրեք, որ այո, մենք կարողացել ենք մեր ուղերձը հասցնել ընտրողների բավականին լայն շրջանակի մեր հասարակության։ Իհարկե, այն, որ ասում եք, այո, ընտրողը մտածում է միայն իշխանության համար, ի վերջո, այո, ընտրարշավի տրամաբանությունը, ցանկացած ընտրարշավի, այն է, ով է հաղթելու, հա։ Եվ այս տրամաբանության մեջ քո այսպիսի բնույթի ուղերձը տեղավորելը իրոք հեշտ չէ, բայց ինչու է մեզ հաջողվել, որովհետև կա 21 թվականի փորձը, երբ Հայաստանի քաղաքացին կանգնած էր 18 թվականին իր նվաճման վերահաստատման հրամայականի առաջ եւ լուծեց այդ խնդիրը, սակայն այնպես ստացվեց, որ ընդդիմությունը զիջվեց Պուտինին։ Արդյունքում մենք ստացանք 5 տարվա խորհրդարանական մղձավանջ, ստացանք մի ընդդիմությունը զավթած մի խմբավորում, որը բացարձակապես կապ չուներ քաղաքացու պահանջմունքների հետ, կապ չուներ քաղաքացու շահերի հետ, կապ չուներ պետության հետ, պետության շահերի հետ եւ ընդդիմությունն էր կոչվում միայն նոմինալ, բայց իրականում դա վերածվել էր պետության վզին գցած մի թոկի, որը ուներ միայն մեկ առաքելություն՝ թույլ չտալ պետությանը անել ցանկացած քայլ, որը պետության շահերից է բխում։ Մենք կարողացանք այնուամենայնիվ այս գնահատականը, այս ձևակերպմամբ հասցնել ընտրողին, ինչից էլ բխում է անելիքը։ Այն է, որ այո, մենք 5 տարի անց այդ ընտրություններից հետո շարունակում ենք կանգնած մնալ պետության լինել չլինելու այս երկընտրանքի առաջ, սակայն լուծումն էլ ակնհայտ լինելով, նաև թելադրում է հետևյալ պատկերացումը, թե ինչպիսին է այդ լուծումը, այն է, որ քաղաքացին պետք է տեր կանգնի ոչ միայն իշխանության, այլև ընդդիմությանը, որովհետև այդ ամենը ինքնանպատակ չէ, այդ ամենի նպատակն այն է, որ քաղաքացին տերը լինի պետությանը, իսկ պետությունը մարդու նման երկու ոտքի վրա է կանգնում, իշխանության եւ ընդդիմության, ընդդիմությունը նույնչափ պատասխանատվություն է կրում քաղաքացու առաջ պետության վիճակի համար եւ նույնչափ հաշվետու է ինչպես եւ իշխանությունը քաղաքացու առաջ, թե ընդհանրապես ինքն ինչ է անում այդ վճարվելով քաղաքացու հարկերից նույնպես ինչպես եւ իշխանությունը։
Մենք այսպիսի ընդդիմություն ենք պատկերացնում եւ անպատկերացնելի է, երբ մարդիկ, ովքեր իրենց կոչում են ընդդիմություն, հարցականի տակ են դնում պետության գոյությունը։ Կամ ապուշ բաներ են դուրս տալիս, թե ասենք թե ձեր պարադը միևնույնն է չի փրկի 300,000 ադրբեջանցիներից։ Իսկ ես ուզում եմ ասել, դուք ապուշ եք ուղղակի, կամ ագենտ, կամ դրա միքսը, հա, ապուշ ագենտ։ Եվ բնականաբար նման ընդդիմություն դա չարիք է, եւ այո, հենց այդ պատճառն էլ մեզ բերել է այս օրակարգի։ Այո, մենք հանդես ենք գալիս ընդդիմության օրակարգով։ Եվ 19, իսկ ներկայումս արդեն մեկ սուբյեկտի ինքնաբացարկից հետո 18 քաղաքական ուժերից մենք միակն ենք, որը սպառնալիքը կոչում ենք իր անունով։ Բացատրեմ։ Տեսեք, դուք վստահ եմ նաև սոցհարցումների, են վստահելի սոցհարցումների արդյունքներին եք նաև հետևում, մասնավորապես IR-ը կամ Երևան Report-ինը, Որտեղ դուք չկաք։ ուշադրություն դարձրեք։ Փաստն այն է, կապ չունի, այնտեղ շատերը չկան, միայն ոչ միայն մենք։ Դա կապ չունի։ Այստեղ էականը տեսեք ինչն է։ Մարդկանց այնուամենայնիվ շարունակում է մտահոգել որպես թիվ 1 խնդիր անվտանգություն։ Տեսեք, եւ ուշագրավն այն է, որ բոլորն են փաստում, որ պատերազմի վտանգը մի քանի կարգով նվազել է, բայց մարդկանց շարունակում է մտահոգել անվտանգության հարցը։ Եվ հարց է առաջանում, չէ՞, որ սպառնալիքն է մարդկանց մոտ նման մտահոգություն առաջացնում։ Եվ մենք միակ քաղաքական ուժն ենք, որ այդ սպառնալիքը կոչում ենք իր անունով։ Այդ սպառնալիքը Պուտինն է, իր բանդան եւ իր պրոքսիները Հայաստանում։ Պարոն Մերաբյան, Ահա եւ այո։ Ես ձեր կուսակցության նախընտրական քարոզարշավից մի դրվագ էի դիտում Սասունցի Դավիթ Կայանի մոտ, որտեղ ելույթներ էին։ Այո, 3 էր դա։ Ամսի 27-ի մեր, այո։ 102-րդ ռազմաբազայի հետ կապված ձեր կուսակցության ղեկավարն ասում էր, որ սպառնալիք է, վտանգ է եւ այլն, բայց Շոյգուն հակադարձում է ասելով, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան գործում է երկրի անվտանգության ապահովման նպատակով։ Հիմա դուք ինչու եք ուզում Հայաստանի անվտանգության նպատակով գործող կառույցը հեռացնել Հայաստանից։ Ես այնպեսի տպավորություն եմ ստանում, որ Շոյգուի ասածը դուք Ես բառացի մեջ բերում եմ ձեզ մեկնաբանելու հասկանում։ Հա։ Դուք փորձում եք ներկայացնել որպես հալաթիով, ինչը դա այդպես չի եւ դուք էլ շատ լավ գիտեք, որ դա այդպես չէ։ Եվ Շոյգուն ուղղակի ինքն իր երկրի եւ երկրի էլ չէ, ինքն այդ բանդայի շահերից ելնելով է այդ ամեն ինչն ասում եւ դա փաստ չէ, որ այդպես է։ Այդ բազան կապ չունի Հայաստանի արտաքին վտանգի հետ։ Հայաստանը այդ արտաքին վտանգը, հա, որին իբր դիմագրավելու համար այդ բազան կոչված է, կառավարման այլ ձև է գտել եւ այդ բազան անելիք չունի պարզապես այլևս։ Մեկ, երկրորդը, ինքնին այդ բազան այդ արտաքին վտանգը զսպելու համար չէր, այլ Հայաստանին զսպաշապիկի մեջ պահելու համար է եղել ի սկզբանե։ Եվ դեպքերի ընթացքը անցած տասնամյակների, անցած տարիների, ամիսների, շաբաթների գալիս է վերահաստատում է դա։ Հենց որ Շոյգուն կարող է ասել ինչ խելքին փչի, Շոյգուն ասում է, մենք էլ ենք ասում։ Բայց Եվ Ռուսաստանը այստեղ վճռորոշն այն է, թե մենք ինչ ենք ասում, մենք հայերով ինչ ենք ասում, Հայաստանի քաղաքացիներով ինչ ենք ասում, դե ասեք, որովհետև այդ բազան մեր տարածքում։
Դե ասեք, գազային համաձայնագիրը վերանայելու նամակ են ուղարկել, ինչ եք ասում Ռուսաստանից, նավթամթերքի հետ կապված, չմշակված ադամանդի հումքի հետ կապված, ինչ ինչ ունեք ասելու, ինչ ունեք առաջարկելու, երբ որ 13 թվականի համաձայնագիրը վերանայվի եւ 170 քանի դոլարով չգա սահման եւ սահմանից էլ 400 քանի դոլարով մեզ չվաճառվի եւ ավելի շատ թանկ գնով վաճառվի։ Տեսեք, բնականաբար այդ ամենը, այդ նամակը որ կա, դա Հայաստանին իրենց կամքը պարտադրելու բավականին լկտի փորձ է, այդպես պահում է բանտի վերակացում, այլ ոչ թե առևտրային գործընկերը, էլ չեմ խոսում այնպիսի գործընկերոջ մասին, որը նույնիսկ ինքն իրեն դաշնակից է կոչում եւ փաստաթղթերով է այդպես։ Սա բանտի վերակացու է, դա նշանակում է, դա էլ մեզ հուշում է, թե մենք ինչ վիճակում ենք գտնվում իրենց պատկերացման մեջ, ոնց որ այս բանտն իրենցն է, մենք էլ իրենց կալանավորնենք, իրենք էլ ասում են մենք ոնց մեզ պետք է պահենք, հակառակ դեպքում մեզ կուղարկեն պատժախոց։ Ընդհանրապես մեզ հետ նախ եւ առաջ որն է մեր պատասխանը, նախ այն է, որ գլուխներդ պատին եք տվել, մեզ հետ այդ տոնով չփորձեք խոսել։ Վերջնագրերով մեզ հետ չխոսեք, մանավանդ ոնց որ Թրամփը կասեր, դուք խաղաքարտ չունեք։ Առանց այն էլ ձեր Գազպրոմը իջել է նկուղի պլինտուսի մակարդակի իր կապիտալիզացիայով, որովհետև ձեզանից ոչ թե գազ, այլ շունը ձեր ձեռքից հաց չի առնում։ Հետևաբար պետք է շատ շնորհակալ լինեք, որ մենք ձեզնից գազ ենք առնում։ Եթե փորձեք գինը բարձրացնել, ապա ձեր բազան տարեկան 1 միլիարդ դոլար Հայաստանի տարածքը զբաղեցնելու համար վճար ստիպված կլինի վճարելու։ Մեկ։ Երկրորդը, այդ գազը մենք ապրում ենք միտեղ, որտեղ շուրջ բոլորը գազ է։ Բայց մենք գազը բերում ենք Սիբիրից։ Ու այդպեսի դեֆորմացիայի է ենթարկված ընդհանրապես մեր մոտ այդ տնտեսական գործունեության ճարտարապետությունը, որ դա մեզ հրամցվում է որպես ձեռնատու։ Պարոն Մերաբյան, եթե դուք օրինակ ակնարկում եք թրիփով անցնող գազամուղը, դրա համար օրինակ մի քանի Դե այսօր չի լինելու։ Այո։ Խոսքը նրա Իրանի մասին է։ խողովակը փոքր է, չի բավարարի ամբողջ Հայաստանին։ Ուրեմն կբավարարի այնքանով, որքանով կբավարարի, այն մասով էլ, որը չի բավարարի, մենք այլ գործընկերների հետ ուղիղ պայմանավորվածություն ձեռք կբերենք, Կենտրոնական Ասիայի գազը, Ադրբեջանի տարածքով, Վրաստանի տարածքով արդեն պատրաստի գազատարերով կգա Հայաստան։ Մի մասն էլ կարող ենք այո նաև Ադրբեջանից վերցնել, եթե բենզին բերում ենք, ինչ ա եղել, որ Ադրբեջանից բենզինը չբերենք։ Ինչ վերաբերվում է նավթամթերքին, նավթամթերքը Ղազախստանը ինչ ա եղել, որ չբերենք։ Նույն Ադրբեջանից էլ արդեն sense տնես բերում։ Մենք ունենք պայմանավորվածություններ, մենք ստեղծում ենք փոխկապակցվածություն, եւ թող Ռուսաստանում չմտածին, թե իրենցով է կլոր երկրագունդը սկսվում եւ վերջանում։ Երկրագունդը կլոր է եւ այն ոչ սկիզբ ունի, ոչ վերջ։ Կլորը կլոր է։ Բայց կներեք, ինչ վերաբերվում է դուք բացառում եք, որ Ռուսաստանը իր կապերը նաև այդ ուղղություններով կգործադրի եւ խնդիրներ կառաջացնի, հատկապես որ մենք Ադրբեջանի հետ հիմա տենց փայլուն հարաբերություններ էլ չունենք, անորոշ իրավիճակ, այն առումով, որ նկատի ունեմ վերջնական խաղաղություն չունենք հաստատած եւ ռուս-ադրբեջանական շահերը միշտ էլ Հայաստանի դեմ աշխատել են, ինչու պետք է այս անգամ Մոսկվան դրանից չօգտվի։ Մոսկվան իհարկե կփորձի օգտվել, կերազի, որ իր մոտ ստացվի, բայց Մոսկվայի մոտ չի ստացվում, որովհետև ստացվելու լիներ, մինչև հիմա կստացվի։ Մենք տեսնում ենք ինչ տեղի ունեցավ այս խաղաղության գործընթացի ընթացքում, որը դեռ պետք է վերջնականանա, բայց ընթացս ինչ տեղի ունեցավ։ Ադրբեջանը դադարեց Ռուսաստանի ձեռքում
ծառայել որպես Հայաստանի գլխին խփելու համար բութ գործիք։ Չի աշխատում այլևս այդ ճնշման մեխանիզմը։ Եվ դրա համար է Ռուսաստանը միակ բանը, որին այս պահի դրությամբ ձեռքը հասնում է, դա տնտեսական լծակներն են, եւ Ռուսաստանը փորձում է տնտեսական լծակներով ճնշումներ գործադրել Հայաստանի վրա։ Բայց մենք խոսում ենք հենց այն մասին, որ դա էլ չի ստացվում, որովհետեւ դրանք կառավարելի են։ Այո, Ռուսաստանը որոշ այսպես կարճաժամկետ հեռանկարում որոշակի վնաս կարող է հասցնել Հայաստանին, բայց դա լինելու է ռազմավարական վնաս արդեն իրեն, որովհետև եթե մենք այլ սպառման շուկաներ հասանելիություն ապահովեցինք, իսկ դրա բոլոր նախադրյալները կան ընդհուպ մինչև այս ախալքալակ կարս երկաթգծի հասանելիություն եւ այլ կոմունիկացիաներ, ապա մենք այնտեղ պարզա չէ, որ էլ չենք վերադառնա, որովհետեւ դրա կարիքը այլևս չի լինի։ Հիմա ինչ վերաբերվում է արտահանմանը, այստեղ շատ հստակ է, որ այդ փորձը կա, որովհետև այնպես չի, որ Հայաստանը ունիկալ է, հա, Ռուսաստանի հետ հարաբերությունների իր ներկայիս փորձը։ Ռուսաստանը նման բան արել է Մոլդովայի նկատմամբ, Վրաստանի նկատմամբ։ Հայաստանը հիմա ուղղակի պետք է եւ Միացյալ Նահանգների հետ եւ Եվրամիության հետ եւ մեր հարևանների հետ պայմանավորվի մեր Ռուսաստանում չսպառված արտահանումը վերահասցեագրել եւ վերակողմնորոշել դեպի այդ շուկաներ, բայց զուգահեռաբար այո Հայաստանի արտադրողը պետք է աշխատի պետության հետ համագործակցաբար այդ եվրոպական ստանդարտների ներդրման ուղղությամբ։ Փաստա չէ, որ այնուամենայնիվ մեր բազմաթիվ ապրանքատեսակներ, ապրանքային խմբեր դեռ պահանջում են որոշակի աշխատանք, որպեսզի նրանք լինեն եվրոպական ստանդարտներով։ Բայց մյուս կողմից էլ, եթե ռուսները մեր առաջ մեկ էլ միանգամից սկսեցին տենց ինչ-որ խիստ տենց պահանջներ դնել, կարելի է ասել հենա, մի հատ մտեք մեր սուպերմարկետներ ու նայեք ռուսական ապրանքի որակը, որ Հայաստանում վաճառվում է, աղբ։ Ժամանակ այդ ՀԱՏՄ-ն ինչին է պետք։ Տենց է տենց, եթե մենք պետք է այդ որակի վրա աշխատենք, կհասցնենք այն որակի, որը ցանկացած շուկայում էլ կլինի մրցունակ եւ էլ դուք ով եք դրանից հետո մանավանդ ձեր այդ վերակացուի պահվածքը, ձեր այդ վերակացուի քիթ մռութը, ձեր մունաթը, ձեր մեկը, ձեր մյուսը։ Այսինքն այստեղ ես էլ եմ ասում, ռուսները կարճաժամկետ վնաս հասցնելու էս մարմաջի մեջ, ռազմավարական երկարաժամկետ ռազմավարական վնաս են հասցնում իրենց չնայած այդ ոնց որ ասում են իրենց քարը իրենց գլուխը, ես չէ որ պետք է իրենց խորհուրդ տամ, թե իրենց համար ինչն է լավը, ինչն է վատ։ Մոտավորապես այսպես դասավորությունը իմ եւ մեր կուսակցության պատկերացում եւ չպետք է ընկրկել ոչ մի դեպքում։ Հիմա մենք խոսում ենք մայիսի 28-ի երեկոյան, երբ հենց վաղը, երբ մեր այս խոսակցությունը կհրապարակվի, մեկնարկելու է այդ ԵԱՏՄ կոչվածի ինչ-որ գագաթնաժողով, որին Հայաստանի վարչապետը չի մասնակցելու, ըստ ամենայնի գուցե օնլայն մասնակցի, ընդեղ էլ մեզ խոստանում են մեր հարցը քննարկել, կարծեք թե սովետի ժամանակվա պարտիական ժողով, իրանք էլ պարտկոմն են, հա։ Եվ ստեղի հանցագործ թափթփուկներն էլ ոնց որ շախ ու շուխ են դրել դրա հետ կապված,
Պարոն Մերավյան, Այստեղ լուրջ խոսակցություն է պետք տանել։ Հիմա եթե գլուխները չի մտնի, նրանք կփորձեն շարունակել այս բանով, ասացի, հա, ինչ որ կարճաժամկետ վնասներ ինչ որ առումով կարող են եւ տալ, բայց երկարաժամկետ դա վնաս է իրենց եւ ինչ որտեղ նաեւ օգուտ է մեզ, որովհետեւ եւ որտեղ բարակ է թող կատարվի հերիք եղավ։ բայց դա կարող է Հայաստանի տնտեսության համար անդառնալի վնասներ հասցնել այդ Չէ, կարճաժամկետ ես համաձայն չեմ այդ գնահատականի գնաճ, հետ։ Ես համաձայն չեմ այդ դեֆիցիտ, գնահատականի հետ, կրկնում եմ, ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ, դա շատ արագ վերականգնվող վնաս է, որ կարող է լինել, էլի մեծ հարց է վնաս է թե օգուտ, որովհետև դա նաև խթան կհանդիսանա այլ ելքեր գտնելու համար եւ Հայաստանի համար դա միանգամայն լուծելի խնդիր է իր գործընկերների եւ հարևանների հետ համատեղ։ Պարոն Մերաբյան, գալով Երևանում անցկացված ռազմական շքերթին, հա, լավ է բանակը զինվում է, նոր սպառազինություններ է ձեռք բերում, Նիկոլ Փաշինյանն ասում է յարլիկը վրան զենքեր են, առաջին օգտագործողը Հայաստանը պետք է լինի, այսինքն այն ինչ կապված է պետության հաջողության հետ, բանակի հզորացման հետ, դա անքննելի է, բայց այս փուլում ընտրություններից 10 Ում համար պատահ է անքննելի։ Ում համար է ցանկացած մեկի, ով անքննելի։ ցանկացած մեկի, ով Հայաստանի Ահա, հարատևությունն է այդ ցանկանում, երկրորդ մասը ձեր նախադասության չափազանց կարևոր է, որովհետև մենք դեռ այդ դուք կարծում եք Հայաստանում հա, կան մարդիկ, որ Հայաստանի հզորացմանը դեմ են։ դե մենք լսեցինք արդեն, որ մի քանի հայտնի մարդիկ ворտնել էին այս ամեն ինչից եւ անում էին տարօրինակ մեղմասա, շատ տարօրինակ հայտարարություններ, որոնք գալիս են հերքելու ձեր այդ պնդումը, որ բոլոր նրանք ովքեր այդ իրենք այդ ովքերի մեջ չեն մտնում հստորում, պարոն Կիրակոսյան, որքան էլ որ ցավալի է իմ եւ վստահ եմ նաեւ ձեզ համար։ Այնուհանդերձ Հա, հարցը այո, հետևյալն է, իշխանությունը այս ամենը կազմակերպեց ընտրություններից 10 պակաս, սա արդյոք նախընտրական նաև քարոզարշավի տրամաբանությամբ, այսինքն դա մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը այդպես իրականացրեց, ՔՊ-ն իր քարոզարշավը, սա դուք ինչպես եք մեկնաբանում։ ինչպես եմ մեկնաբանում, թե մայիսի 28-ը եւ կառավարությունն էլ գործող կառավարությունն արել է աշխատանք անցած 5 տարիների ընթացքում հաշվետու է լինում քաղաքացուն։ Սա մի կողմից։ Մյուս կողմից այս քարոզարշավի ընթացքում ցանկացած իրադարձություն ձեռք է բերում նախընտրական համատեքստ, ուզենք թե չուզենք։ Լինի դա միջազգային հանդիպում, լինի դա տոնակատարություն, լինի դա, չգիտեմ, սոցիալական ապահովությանը վերաբերվող ինչ որ կառավարության որոշում եւ այլն։ Այո, ունի եւ դա խուսափելի։ Այլ բան է, եթե ասենք նման գործոններով կառավարությունը, իշխանությունը կամ քաղաքական մեծամասնությունը չարաշահի։ Այ դա ուրիշ, բայց ես այստեղ չարաշահում չեմ տեսնում։ Եվ պարոն Մերավյան, մեկ այլ թեմայի անդրադառնանք, Արցախից Անից բռնի տեղահանված Արթուր Օսիփյանին վարչապետի հետ բանավեճից հետո կալանավորել են Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Սամվել Շահրամանյանից ոչ մի բանով չի տարբերվում Արցախի էլիտայի, պսևդո էլիտայի հետ է փոխկապակցված եւ այլն առանց փաստեր ներկայացնելու Դուք սա ինչպես եք մեկնաբանում, սա արդյոք հակաժողովրդավարական չէ, մարդուն դիրքորոշում հայտնելու համար բռնել, տանել կալանավայր, ընդ որում խիստ ռեժիմով, որտեղ իրավունք ունի նաև կալանավայրերի դիտորդ մարմինը ՀԿ-ներից բաղկացած դիտորդ մարմինը այցելել
Եվ հետո Արտուր Օսիպյանը ինչպես է կապ ունեցել իշխանությունների հետ, երբ որ բողոքի ակցիաներ է արել, Փաշինյանին մեղադրում էր Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին աջակցելու համար, ռուսական խաղաղապաների դեմ էր բողոքում, դուք ինչ գնահատական ունեք։ Պարոն Կիրակոսյան, եթե նրա ձերբակալման մասին է խոսքը, ապա մի հատ պետք է հասկանանք քննությունն ինչ է ասում սրա հետ կապված։ Որովհետև եթե մենք միայն այն տեսանյութով կողմնորոշվենք, այդ տեսանյութը իհարկե շատ ցավալի է, որ այդպես է, որ նախ Արթուր Օսիպյանն իրեն պահելու ձև չգիտի։ Էլի քննադատել կարելի է հազար ձև։ Բայց վարչապետն է այդտեղ վիրավորանքներ հնչեցնում, տականքներ, փախածներ, ինչի զոհված չեք, իսկ Արթուր Դե Օսիպյանը դիրքորոշումներ ես է չեմ ուզում հիմա կայացնում։ դնեմ, դե տեսեք, ես չեմ ուզում հիմա դնեմ ու քննարկեմ այդ տեսանյութը, թե ով սկսեց, ինչ սկսեց, ով ում ինչ ասեց, որն է քննադատություն, որն է անշնորհքություն, հետո ինչից ինչ դուրս է գալու։ Սա շատ ցուցում էր եւ հաստատապես կարելի էր դրանից խուսափել։ Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Հիմա Արթուր Օսիպյանը ձերբակալվել է։ Ճիշտն ասած, պետք է այդ հասկանանք քննությունն ինչ է ասում, որ մենք այսպես համապարփակ գնահատական տանք այս ամենին։ Վարչապետն էլ որ ասում է ինչ տարբերություններ է եւ Շահրամանյանի միջև, դրա բացատրությունն էլ ոնց որ թե քննությունը պետք է տա, որ հասկանանք ինչ-ինչոց է։ Եվ երկրորդը, ես չեմ հասկանում Շահրամանյանն ինչի է մինչև հիմա թրև գալիս։ Այսօր նոր վարչապետը սկսել է խոսալ Ղարաբաղի ղեկավարության ունեցվածքի մասին, որոնք նրանք կուտակել են բնականաբար կոռուպցիոն ծագման Հայաստանում եւ ըստ էության խափելով նաեւ Ղարաբաղի ինչու է հենց նոր այդ ամենը հասունանում, երբ Հայաստանում այսօր բավականին երկար ժամանակ սկսել է գործել այդ ապօրինի գույքի մասին այդ օրենսդրական փաթեթը, որը ինձ համար գոնե անհասկանալի պատճառներով շրջանցում էր այդ սեգմենտ եւ նոր մոտենում։ Այո, դա փաստա չէ, որ այդ շերտը պարազիտներ են եղել են հենց Ղարաբաղում էլ, հիմա էլ եկել են Հայաստան եւ զբաղված են նրանով, որ ապակողնորոշում են արցախցիների եւ հետ պահում Հայաստանի քաղաքացիություն վերցնելու քաղաքացիություն ստանալու հետ պահելով այդ գործընթացից թունավորում են մթնոլորտը ամեն ինչ անում, որ ղարաբաղցիների նկատմամբ ինչ որ բացասական վերաբերմունք ձևավորվի եւ իրենք էլ դառնան իբր դրա, ասենց ասենք, դեմն առնող, հա։ Մինչդեռ այդ մարդիկ մեղք չունեն։ Մինչդեռ նրանք այդ բացասական վերաբերմունքն իրենց նկատմամբ, ինչին նրանք լիովին արժանացած են, փորձում են նաև իրենցից հենց տուժված Ղարաբաղցիների վրա տարածել, ել եմ ասում, որ իրենք իրենց նշանակությունը հենց պահեն ինչ-որ մակարդակի վրա։ Դա տիպիկ Զորի Բալայանություն է, Ռոբերտ Քոչարյանություն է եւ Սերժ Սարգսյանություն, որը էլի այնքան մաներախնդիր է, որ ինչ է ասել, անբարո բան էր անվանել, հա, այս շքերթը։ Գնա ու գետինը մտի։ Եվ Քեզանից էլ անբարո դժվար է պատկերացնել։ ընտրություններից հետո հնարավոր է, որ ընդդիմադիր ուժերի մի մասը փողոցային պայքար սկսի, որովհետև Քոչարյանն ասել է, եթե հաղթանակը գողանան, հեղափոխություն կլինի կամ կանեն, սա ինչպես եք մեկնաբանում, արդյոք հնարավոր է հետընտրական
ցնցումներ կամ այնպիսի զարգացումներ, որ ընտրությունների արդյունքները կասկածի տակ դրվեն։ Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությունն այլ կերպ քան սադրիչ գնահատելը դժվար է, որովհետև դժվար է պատկերացնել Ռոբերտ Քոչարյան հաղթող, քանի որ անկախ Հայաստանի պատմության մեջ երևի առավել տոքսիկ կերպարի, եթե ռեյտինգ կազմենք, Ռոբերտ Քոչարյանը չեմպիոնի դիրքում է լինելու եւ ինչ աստիճանի պետք է չհարգել հայ ժողովրդին, որ մտածել, որ Ռոբերտ Քոչարյանը իր դաշնակների հետ կարող է լինել հաղթող։ Մի բան էլ հետո, որ իրենից, ասենք, գողանան, հա, այն էլ լկտիաբար։ Դե իսկ եթե փորձեն ցնցեն, անոնց կցնցվեն, որ հոր հարսանիքը կհիշեն։ Դա ուղղակի ակնհայտ է, որ պետությունն ունի պատշաճ հնարավորություններ նման ցնցելու ցանկություն ունեցողներին ցնցի ոտից գլուխ, որում մի քանի տարով գցի վանդակը թող ցնցվեն ընդեր ինչքան ուզում։ Գլուխները պատով կտնք ցնցեն։ Շնորհակալություն, պարոն Մերաբյան, հարցազրույցի համար։